գյուղը շատ առաջընթաց ունի այսքանի տարում։ Մինչև այս վերամիավորվելը համայնքի ոչ մի գիչերային լուսավորություն չկար, ոչ մի ասֆալտապատված ճանապարհ չկար։ Ալագյազից միջնատում 3-ից 5 րոպե, բայց առաջ մինչև 40 րոպե տևում էր, որովհետև ճանապարհները շատ վատ են։ Քանի որ հայեր կան գյուղում, մեզ մի քիչ կասեք հայերի հետ ոնց է հարաբերությունը։ Շատ գերազանց, շատ հոյակապ, մտերիմ։ Մոտավորապես 95% եւ ավելին եզդիներ են։ Հայերը կազմում են ազգաբնակչության մինչև 5%։ Մենք ապրում ենք հաշ, թամերաշ, խաղաղամակեցությամբ իհարկե։ Մենք հիմա ունենք 11-րդ դասարանում, 10-րդ դասարանում եւ 12-րդ դասարանում աղջիկ երեխաներ, որոնք որ սովորում են, հավարտում են, ինչու՞ չէ արդեն բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվում։ Արագածոտնի մարզի բարձր լեռնային գոտում է գտնվում Ալագյազ համայնքը, Հայաստանի ամենախոշոր եւ ամենակոլորիտային եզդիական համայնքներից մեկը։ Ալագյազը համարվում է եզդիական մշակութային կենտրոններից մեկը։ 2017-ին Ալագյազ համայնքը ձևավորվեց 9 եզդիաբնակ գյուղերի միավորումից։ Համայնքում ներառված են Ալագյազ, Ավշեն, Կանյաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրակ, Շենկանի, Ջամշլու, Ռիաթազա, Սադունց, Սիփան բնակավայրերը։ Խոշորացված այս համայնքի կենտրոնը Ալագյազ գյուղն է։ Չնայած որ համայնքը մեծամասամբ եզդիաբնակ է, այստեղ եզդիների հետ տարիներ շարունակ կողք կողքի համատեղ բնակվել են նաև փոքր թվով հայեր։ Տեղի բնակչության նախնիները Ալագյազ են տեղափոխվել 19-րդ դարի վերջից եւ 20-րդ դարի սկզբին, հիմնականում Օսմանյան կայսրության արևելյան շրջաններից։ Բարձր լեռնային այս տարածքում եզդիները հայերի հետ միասին հիմնել են գյուղեր, զբաղվել անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ, ձևավորելով կայուն համայնքային կյանք։ Չնայած ինքնության պահպանման դժվարություններին այստեղ բնակվող եզդիները ոչ միայն մինչ օրս պահպանում են իրենց ազգային ինքնությունը, այլև շարունակում են ապրել իրենց ավանդույթներին համահունչ առօրյայով։ Հիմա մի փոքր պատմական ակնարկ տալով փորձենք հասկանալ, երբ է գյուղը ձևավորվել որպես Ալագյազ։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եկել են դերից, մենք կոնկրետ մետուն եկել է Թուրքիայի Թանդուրա գյուղից։ Բնակչությունը 5000-ի կարգի բնակչություն է, ճիշտն ասած, խոշորացված համայնքում այսօր կան ներառված են 11 գյուղական խորհուրդներ, արտագաղթը առաջներում մինչև 93 թիվը շատ մեծ էր, իսկ այս պահից հետո նաև վերադարձում ենք արդեն։ Մեկ քանի տուն վերադարձել են, գալիս են դեպի գյուղ։ Իսկ ամբողջ 11 գյուղերը եզդիաբնակ գյուղեր են, թե ապրում են։ Չէ, խառը ազգաբնակչություն կան, մոտավորապես հայերը կազմում են ազգաբնակչության մինչև 5%։ Մոտավորապես 95% եւ ավելին եզդիներ են։ Այդ հայկական եւ եզդիական խառը բնակավայրերից են Ալագյազը, Ճարճակից բնակավայրը եւ Սադուց բնակավայրը, որտեղ ապրում են եւ հայեր եւ եզդիներ։ Կոնկրետ մեր աշխատակազմում ունենք եւ հայեր եւ եզդիներ, մենք ապրում ենք հաշ, թամերաշ, խաղաղամակեցությամբ իհարկե։ Ուրեմն մեր նախնիները ներգաղթել են Ղարսից։ Լեսը։ Իհարկե ովքեր մնացել են այնտեղ երևի ընդունել են մուսուլմանական կրոնը, ովքեր էլ զատո եկել են, մնացել մենք, եկել են նախնիները այստեղ բնակություն են հաստատել, ասենք շատ քիչ քանակությամբ, հետո աստիճանաբար ընդարձակվել է։ Եկել են դե որ կենտրոն տեղը, ասենք գյուղը լավ բանում է, միջավայրում է գտնվում, այդ պահով եկել բազմացրել են, ավելացել են, բայց երկրաշարժին կարող եմ շեշտել, ասեմ, որ մեր գյուղից շատ մարդիկ դուրս եկան գնացին Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար գնացին։ Թե չէ, եթե հիմա գնացած չնեն, մոտ 40 տուն երևի էլ ավելին գնացել են, եթե այդպես չլեր, մոտավորապես հիմա Ալագյազը մի 150 տնտեսություն կունենար։ Հիմա քանիսն է։ Հիմա մի 100 տնտեսություն, որ ասենք Աստված թող մաչ տա, կան որ մեզ նման տարեցներ ասենք մնացել են այստեղ, բայց դրսի հետ կապ ունեն ենթադրենք,
գալիս են գնում են ժողովուրդը երեխաները բան ոբշեմ մի 3-4 տուն հայ բաներ են հայ ընտանիքներ են Իսկ առհասարակ գյուղից արտագաղթը ինչպիսին է այսինքն շատ են դուրս գալիս ժամանակավոր աշխատանքի են գնում թե հիմնական են գնում Չէ, ասեմ, հիմնական դուրս եկողները այդ երկրաշարժի պերիոդին էր, որ փախեր վախենում էին ժողովուրդը, ցնցումներ կար, բան կար, դրա համար դուրս եկան։ Իսկ հիմնականում հիմա չէ, ասենք կան քանի տոկոս մի երևի 20-30%, որ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, ասենք գալիս են մեր մեռելոցը սովորաբար հունիս ամսի հունիսի կեսերին, այդ ժամանակ գալիս են միջևի ուշ աշուն մնում, հետո նոր արդեն տեսնում են որ ցրտումա եղանակները չեն համակերպվում, արդեն գնում են Ռուսաստան։ Չնայած հիմա Ռուսաստանը ավելի է սաստկացել, ընդդեղի ձյունը որ հենա տեսնում ենք։ Քանի որ հայեր էլ կան գյուղում, մեզ մի քիչ կասեք հայերի հետ ոնց է հարաբերությունը։ Շատ գերազանց, շատ հոյակապ, մտերիմ, շատ ոնց որ ասում իրար հետ կապած, ոնց ասեմ, իրար կողքի կանգնում ենք Աստված չանի։ Իր հետ շատ լավ ենք։ Աստված չանի, որ ինչ որ վատ բան պատահի, իրար կողքի կանգնած ենք։ Հա, դե բնականավոր ասենք 3-4 տուն են ոնց էլ ուզում ալին ձեռք ցենք պետք է անպայման հասնեն հարե հասեն եւ նրանք հա յոլա Մաթե ջան, ձեզ հարցը տամ երևի։ Ասա մերնեմ ջան։ Քանի որ այդ տան մեծ գնոջով է փոխանցում, չէ, ավանդույթները դեպի երեխաներին, թոռներին։ Այդ դուք ոնց եք այդ ամեն ինչին վերաբերվում, ավանդույթները պահում եք։ Դե, առաջ հա հիմա չէ։ Հիմա չէ։ Չէ։ Ինչի։ Եսի։ Հիմա չեն ուզում պահել։ Առաջ շատ խիստ էր, դեռ հիմա չէ արդեն։ Ահա։ Հայկական ադատիպիս։ Բայց նաև եզներ իրաց ավանդույթները, տոները չէ ունեն։ Հա, լրիվ, բանները լրիվ նշում են։ Ձեր ձևով։ Հա, տես օրինակ դեկտեմբեր ամսվա մեջ մենք ունենք պասեր։ Մեր այդ պաշտամունքի եզիդ որ ասում ենք, այդ եզիդի պասեր, հա։ Հետո որ գալիս ասենք այս փետրվարին, արդեն Սուրբ Սարգիսն է։ Էլի նորից Էլի հա խրդնավին։ Էլի պասեր են պահում, մարդիկ են որ առաջվա բան ոգով են դաստիարակված, 2-3 օր պաս են պահում։ Հետո էլի նորից հա մերլի հաց են հանում այդ 2-3 օրվա ընթացքում։ Այդ ադատները պաշտպանվում է Սանջան միջև։ Ձեր լեզուն պահպանվում է։ Հա։ Օրինակ ես տես այնպես պահեր ա եղել որ խոսացել եմ ինչ որ միջավայրում դրսում կամ բան չեն կասկածել որ կարող է իմ մեջ ինչ որ եզդի բանի արյուն կա ասել են շատ գրագետ է հայերեն խոսում դե 11 տարի հայկական դպրոցում եմ սովորել ոնց կարամ հայերեն հա բայց մեր մայրեն լեզուն տանը միշտ հա իհարկե ու մենք աշխատում ենք որ պահպանվի թող չմոռանան այդ լեզուն քանի որ մայրենի լեզուն ուրիշ է ասենք այս Եվրոպա որ գնացին բան եղան Վրաստանից հիմնականում արդեն այնա թորնույս Մոսկվայում ասում մի հատ բժշկուհի հա թե հա ասելա ես հայ եմ բայց հայերեն չեմ կարող խոսալ ռուսերեն ասել ոնց կարելի է լինես հայ ու հայերեն չկարողանաս խոսալ Բնակիչների խոսքով համայնքների խոշորացումից հետո Ալագյազում կյանքը զգալիորեն փոխվել է։ Համայնքում արդեն իրականացվել եւ շարունակում են իրականացվել դպրոցների, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների եւ ճանապարհների բարելավման ծրագրեր։ Առաջիկայում պլանավորվում են նոր կարևոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ։ Գյուղացիների համար սա վստահության նշան է, որ համայնքը քայլ առ քայլ շարժվում է զարգացման ուղղությամբ։ Ծրագրերը կատարված է ի պատիվ կառավարության նաև իհարկե սուբվենցիոն ծրագրերով բոլոր գյուղերի ճանապարհները ասֆալտապատված են լուսավորության ցանցը ավարտված է Ալագյազ գյուղում երկար տարիներ մանկապարտեզը երկրաշարժի ժամանակ փլուզվել էր հիմա ունենք նոր մանկապարտեզ մոտորերս կընդունենք եւ արդեն 144 տեղանոց մանկապարտեզը կգործի, սա ձեռքբերում է իհարկե, նաև մենք ունենք հանդիսության սրահ համայնքային կենտրոն, որ կառուցված մոտ ժամանակներս արտաքին
բարեկարգումը անելուց հետո կհանձնվի ժողովրդին, ձեռքբերումները մեծ են, որի գնահատականը ժողովուրդը եւ հարևան համայնքների ժողովուրդը գնահատականը տալիս է լավի առումով, բայց մենք դրանով չենք բավարարվում, ասում ենք սա ավելի քիչ է, նորից պետք է անենք եւ ամենը։ Առաջիկայում ունենք Ռոմանիե Մալխուսամոյանի անվան սպորտ համալիր ենք նախատեսել կառավարության հետ։ Ալագյազ գյուղում, այո, մոտ արդեն նախագիծը արված է, մոտ ժամանակները սկսվի նաև այդ աշխատանքները շինարարական։ Ուշադրությունը ճիշտն ասած գյուղի ճանապարհների ասֆալտապատման հարցն է։ Առաջներում մի գյուղից մի գյուղ հասնելու համար առնվազն մի 40 րոպեի հասնում էր։ Իսկ հիմա այս պահին 5 րոպեում կոնկրետ օրինակով ասեմ Ալագյազից մինչև Միշնատում 3-ից 5 րոպե, բայց առաջ մինչև 40 րոպե տևում էր, որովհետև ճանապարհները շատ վատ են։ Գյուղերը, բոլոր գյուղերում կան լուսավորության ցանցը ապահովված է, կանգառներ, նոր կանգառներ է կառուցում, մոտորերը արդեն կընդունվի, սա ձեռքբերում է, իհարկե նաև սրանով մենք չենք բավարարվի, գալիք 2026 թվականում ունենք ծրագրեր, այսինքն պետք է գյուղամիջյան ճանապարհները ասֆալտապատվեն, մենք հետո բոլոր գյուղերում որոշել ենք գերեզմանոցները պարսպապատվեն, մոտավորապես 7 գյուղում արդեն ավարտել ենք, մնացած գյուղերում էլ շարունակել ենք կատարել աշխատանքներ, որտեղ ամփոփված է սրբությունները։ Իսկ սա շատ կարևոր է ժողովրդի համար։ Իսկ մշակույթի տուն կա, որովհետեւ մշակույթի տուն ճիշտ ասած չկա, մենք Հարաբերդյան ղեկավարությանը ներկայացրել ենք, նաև խոստացել են ղեկավարության կողմից, որ մոտ ժամանակները պետք է նաև մենք իրար հետ համատեղ մտածենք մշակութային կենտրոն ունենալու հարց։ Նաև մի հարցել ենք քննարկում, որ Ալագյազ վարչական շրջանում պետք է ունենանք առողջության կենտրոն, որի համար դիմել ենք առողջապահության նախարարությանը եւ սպասում ենք նրանց դրական արձագանքի։ Առողջության կենտրոնի մասին մենք շատ քիչ զբաղված ենք, որ հասցնենք ավարտին, որովհետեւ սա կողքի հիվանդանոցը Ծաղկովիտում մեզ կարողանում է ապահովել, բայց ճանապարհների հարցը եւ գնալ-գալու հարցը մենք ուզում ենք ոչ թե հիվանդանոց ունենանք, այլ առողջության կենտրոն ունենանք։ Որտեղ հիմա մենք գտնվում ենք Ալագյազի մոդուլային 144 տեղանոց մանկապարտեզն է եւ մեզնից դեպի ձախ համայնքային կենտրոնն է, հանդիսությունների սրահը։ Հիմա հերթով փորձ կանեմ ներկայացնել, թե ինչ ծրագրով համայնք կառավարություն համատեղ համագործակցություն արդյունքով այսօր համարյա երկու կառույցն է 90 եւ 95 եւ ավելի տոկոսով արդեն կարող ենք շահագործել։ Ուրեմն մոդուլային մանկապարտեզը 144 տեղանոց է, ամբողջությամբ ֆինանսավորվել է կառավարության կողմից, նախահաշվային արժեքը 876 միլիոն դրամ է։ Այս մոդուլային մանկապարտեզը ծառայելու է Ալագյազ խոշորացված համայնքի 11 բնակավայրերի երեխաների համար։ Իհարկե համայնքի ղեկավարի հնգամյա զարգացման ծրագրում, ինչպես նաև ընդհանրապես խորհրդակցությունների եւ բոլոր պաշտոնական արարողությունների ընթացքում համայնքի ղեկավարը նշել է, որ մենք ձեռք ենք բերելու այս երթուղային գծեր, որպեսզի 11 բնակավայրերից արդեն ծնողները նեղություն չքաշեն եւ համայնքապետարանը իր միջոցներով երեխաներին տեղափոխելու է մանկապարտեզ։ Մանկապարտեզը գրեթե պատրաստ է, այս տարի կշահագործվի եւ իկադար կացվի բազմաթիվ երեխաների երազանքը։ Ամբողջությամբ ծրագիրը կառավարության կողմից է իրականացված, գրեթե պատրաստ է, չնչին աշխատանքներ են մնում շահագործումը սկսելու հետ կապված։ Մեզանից ձախ ընկած կառույցը դա համայնքային կենտրոնն է, հանդիսությունների սրահը, որը նույնպես շատ կարևոր սոցիալական ենթակառուցվածք է համայնքի համար։
Ծրագիր իրականացվել է համայնք Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ ներդրմամբ, ընդհանուր արժեքը նախահաշվային կառույցի եղել է 379 միլիոն դրամ, 2024 թվին ամբողջությամբ կառույցը իր արտաքին հարդարմամբ եւ ներսը ավարտվել է, հիմա մենք նաեւ դարձյալ կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացնում ենք դրսի բակային հատվածի նորոգումները։ Մինչև ես վերամիավորվելը համայնքի ոչ մի գիչերային լուսավորություն չկար, ոչ մի ասֆալտապատված ճանապարհ չկար յուղերի, այսինքն նկատի ունեմ։ Գյուղը շատ առաջընթաց ունի այսքանի տարում։ Ասֆալտապատում, գերեզմանների ճանապարհների ասֆալտապատում, գերեզմանների ցանկապատում, գյուղամիջյան ճանապարհների բանով բլոկներով ավազով խճարապատում առաջնահերթ մարդիկ աշխատանք չունեն, առաջնահերթ առաջի ցավոք կողմը դա է։ Դե համայնքապետարանում քանի մի հոգի պետք է աշխատի, շատ թող մի, ասենք, կողմ կշտից, այս կողմ, այն կողմ տեղից Ալագյազից մի 20-25 հոգի թող աշխատեն։ Առաջ գործարան կար, ՌՏ-ի գործարան էր, ապահովիչներ էին արտադրում։ Հետո որ բանը փլվեց, այդ ժամանակից հետո անցան արդեն բանի ստանոկներ բերեցին, բիազ գործող բաներ, ստանոկներ։ Էլի Վարդաբլուրից, Դերեկ գյուղից, Ռիաթազայից, Ալագյազի հիմնական ժողովրդի մեծամասնությունը աշխատում էին այդ գործարանում ու լավ էլ փող էին ստանում։ 250,000, 250 ռուբլի, 300 ռուբլի ոբշեմ աշխատում էին գործարանում։ Նորմալ էր։ Իսկ հիմա արդեն չկա։ Հիմա աշխատատեղի խնդիրն է։ Ամենակարևորը աշխատատեղի խնդիրն է, որ չկա։ Եթե շատ եզդիական համայնքներում հանդիպում ենք եզդի երեխաների կրթություն ստանալու հետ կապված խնդիրների, որոնք երբեմն սխալմամբ ներկայացվում են որպես ավանդույթ, ապա Ալագյազը կոտրում է այդ կարծրատիպը։ Ալագյազում այդ խնդիրը գրեթե չկա։ Ըստ համայնքի ղեկավարի, տարիներ շարունակ կրթությունը այս համայնքում դիտվել է որպես առաջնահերթություն։ Տարբեր ժամանակահատվածներում հենց այս համայնքից են դուրս եկել եզդի մտավորականներ, գիտության ու կրթության ոլորտում հաջողված մասնագետներ։ Այսօր էլ դպրոցի տնօրենի պնդմամբ եզդի երեխաները հիմնականում ավարտում են դպրոցը, ընդունվում համալսարաններ։ Մեր դպրոցում ներկայիս դրությամբ սովորում են 95 աշակերտ, թվերով չասեմ, բայց մենք ունենք բարձր դասարաններում, 10-ից 12-րդ դասարանում կան աշակերտներ, որոնք որ հաճախում են հարևան գյուղերից։ Ընդհանուր դպրոցի աշակերտների քանակը 95-ն են։ Քանի բարձր դասարանների մասին խոսեցինք, այդ վիճակագրությունը ինչպիսին է, աղջիկները ավարտում են բարձր դասարանները։ Այո, մեր մոտ աղջիկները մենք հետևողական ենք, մեր ուսուցիչները, մեր համայնքապետարանը, մենք բոլորս հետևում ենք, որ մեր աշակերտները պարտադիր կրթությունից դուրս չմնան, եւ ստացվում է, կարելի ասել, ստացվում է, այդ ամեն ինչին հասել ենք, բացի օրենքի պահանջից, մենք էլ մեր ջանքերով հետևում ենք։ Մենք հիմա ունենք 11-րդ դասարանում, 10-րդ դասարանում եւ 12-րդ դասարանում, այսինքն աղջիկ երեխաներ, որոնք որ սովորում են, ավարտում են, ինչու՞ չէ արդեն բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվում։ Մեր աշակերտներից այս վերջի 2-3 տարիների ընթացքում 2 աղջիկ երեխա, եթե չեմ սխալվում, ընդունվել են։ 3 ներողություն, այո։ Այդ վաղամուսնությունների մասով ինչպիսին է իրավիճակը, դեռ պահպանվում է։ Կան, այո, կան ցավոք սրտի վաղամուսնության հետ կապված, բայց մենք համեն դեպս փոխվում առաջվանը չէ, գոնե հիմա եթե այդ ժամանակ տոկոսային հարաբերությամբ շատ էր հանդիպում, հիմա ավելի քիչ։ Օրինակ հիմա 100-ից 15-20%-ը 100%-ից։ Եզդիերեն դասավանդվում է դպրոցում, ինչպես ինչպես։ Մեր մոտ եզդերենը եւ քրդերենը դպրոցում նաեւ բացի օտար լեզուներից ռուսերեն, գերմաներեն եւ դե հայերենը պարտադիր հայերենը անցկացվում է եւ ունենք եզդերեն եւ քրդերեն առարկաներ։ Մենք ունենք դպրոցական բաղադրիչի հաշվին այդ առարկաներից եւ խմբակների տեսքով։ Երկուսն էլ դասավանդվում են դպրոցում։ Հայերենը ավելի շատ սովորում են, որը հետագայում Հայաստանի Հանրապետության բնակվում են, որպեսզի իրանց համար աշխատանք գտնելը, ապրելը ավելի ճիշտ լինի, ավելի ստացված լինի,
իսկ եզդերենը որպես այդպեսին սովորում են, որ ազգային ավանդույթները չմոռանան, այսինքն պահպանվի լեզուն, այո։ Ըստ ձեզ ինչպիսի դեր ունի եւ ինչպիսի դեր պետք է ունենա կրթությունը եզդիական համայնքի համար։ Կրթությունը կարևոր դեր ունի, պարտադիր պետք է։ Կարևորում են, ձեզ ասեմ, ի սկզբանե մեր գյուղում շատ շուտ վանից ընդհանուր միջև անկախություն կարևորվել է կրթությունը, հիմա էլ փառք Աստծո, որ շարունակվում է այդպես կարևորություն տալիս են։ Ճիշտ է, կան ընտանիքներ պայմաններից ելնելով չեն բանանում, բայց ընդհանուր կարևորվում է։ Հաճախելու չունենք, նման խնդիր չկա մեր գյուղում։ Պարտադիր հաճախում են, այո։ Մեր այս փոքրիկ միջոցառման շնորհիվ ուզում ենք մեր շնորհակալական խոսքը հայտնել մեր տղաներին։ Տարիներ շարունակ բոլորը գնացել են դեպի ուսում, այս բային գյուղում կան մի քանի ակադեմիկներ, հարյուրներով գիտության տեխնացուներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, սովորածներ, թիվը կարելի ասել արդեն չեն կարաշվենք։ Միանշանակ ասում են գյուղատնտեսական նշանակության համայնքա, բայց դե չէ, ժողովուրդը ավելի շատ գնում է դեպի ուսում, իրանց երեխաներին ուղարկում են ուսման եւ կարողանում են իրանց զգալ որպես 21-րդ դարի բնակիչ։ Աղջիկների դեպքում էլ միանշանակ բոլորը գնում են դեպի ուսում։ 2 տարի առաջ մենք ունեինք Ալագյաց դպրոցից ընդունված եզդի աղջիկները, որոնք ընդունվել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ եւ տարբեր ֆակուլտետներ, սրանք իհարկե ձեռքբերում են, նաեւ ընդօրինակում են։ Շատ հիանալի դպրոց ունենք, ոչ մենակ Ալագյաց, այլ նաեւ Շարժակից, նաեւ Գյուղերում կան դպրոցներ։ Դպրոցներ բոլոր գյուղերում կան, բայց որոշ գյուղերում միջնակարգ դպրոցներ, իսկ որոշ գյուղերում միջին դպրոցներ։ Այս պահին էլ մենք ունենք համայնքում 2 նոր կառուցվող դպրոց, Շարժակից վարչական շրջանում սարքվում մեկը, մոտավորապես մինչև 40% արդեն աշխատանքները ավարտված է եւ գնում է դեպի բարենորոգման։ Իսկ Ռիաթազա գյուղում էլ սկսել են դեռ աշխատանքները կիսատ դպրոցը։ Գյուղացին ինչով է իր հացը վաստակում։ Դե թոշակ են Անասնապահությամբ։ անասուն են պահում, ասենք մարդիկ մի 3-4 հատ 5 հատ որցորդեր են պահում, դապուստիմ, դարձնում են մի տարեկան կամ դարձնում են 2 տարեկան, մեր մոտ անասնաշուկա կա։ Գյուղից որ դուրս ես գալիս գերեզմանների հատվածում մեր։ Այդ հատվածում աչի վրա այդտեղ բաստարած կա, այդտեղ անասնաշուկան է։ Գալիս են Հոկտեմբերյանից, Արարատից, Էշմիածինից вообще բան մարդիկ գալիս են, որոնք որ հատուկ այդ գործով են զբաղվում, առնում տանում են։ Հա։ Տղասեսին բեռնատարը որ կա, իշաշկոպի մեքենան է, դրա թափքը անել եմ լավկա էր, այն լավկեն մյուս մեքենայի վրա է։ Այդ թափքը հանեցի, որ բան եմ դրել, կողավոր թափք եմ դրել, քանի որ այդ լավկեն չէր օգտագործում, էլի ոչ մի բանի պիտանի չէր։ Առաջ էլի հարսի օժի, բան, տես բաներ քոչ մոչ տանում էի Վրաստան, բանեսկում ենքով, այս վերջում էդի արդեն չկար։ Դրա համար հանեցի կողավոր բան եմ դրել, թափք եմ դրել, տղաս անասնակերի տակ էլ քշում, ասենք բան են անում, գյուղացիների անասնակերներն են տեղափոխում։ Հետո էլ
այդ անասնաշուկայից էլ անասունաբարձում ասենք կիրակի օրերն աշուկան լինում, բարձում իջացնում ան ներքև ասենք Էջմիածին Արարատ հոկտեմբերյան, в общем, այսենց այս ձևի են գոյատևում ենք Սուզան ջան։ Տեսնենք հլա ինչ կլինի էլի։ Հույսով ապրում ենք։ Հույսով ապրում ենք։ Բայց ասում փառք չենք դժգոհում։ Հա, ոչինչ։ Որ ասեմ ինչ որ բանա օրվա հացի փող չունենք, սուտ կլինի, աշխատում ենք, տղաս աշխատում է, ես աշխատում եմ, թոշակ ենք ստանում, քույրը բան, քույրս, կինս, ես ոչ դեր շատ եմ առնում։ Մի քանի տարի հետո կուզենա յուղս տեսնել աշխատատեղերով ապահովված, ժողովուրդը բոլորը առավոտյան վեր են կենում, գնում են աշխատանքի, երեկոյան ժամը 5-ին 6-ին տուն են գալիս, գիտեն որ աշխատավարձ ունեն ստանալու նորմալ ոնց որ ասում ընտանիքը կպահեն։ Դա իմ երազանքը ապագա։ Որ բժշկուհին բերանը բացում ասում է խիստ դիետա, էսի կոչվում է արքայական հիվանդություն։ Ասում է խիստ դիետա պետք է պաշտպանեք, ոչխարի միշտ չպետք է ուտես, խոզի միշտ չպետք է ուտես, տավարի միս մենակ խաշած ջուրը չի կարելի։